Սիրելի ժողովուրդ, բարև ձեզ։ Սիրելի ժողովուրդ, իմ շատ սիրելի Երևան, ողջունում եմ ձեզ։ Ես ողջունում եմ նաև Ռուսաստանի Դաշնությունից և այլ երկրներից Հայաստան այս օրերին ժամանած մեր հայրենակիցներին։ Բարի գալուստ, ազատ, շատ ազատ, անկախ, երբևիցե այսպես անկախ չեղած Հայաստանի Հանրապետություն, իսկ ամենակարևորը, բարի գալուստ, խաղաղ Հայաստանի Հանրապետություն։ Սիրելի ժողովուրդ, նայեք բանավեճը։ Ես չկարողացա, եթե անկեղծ, բայց պետք է ասեմ, որ այսքան քարոզարշավ եմ տեսել և երբևիցե այսքան ստոր և ստահոդ խոսակցությունների ներկա չեմ եղել որևիցե ընտրություններից առաջ, ինչը տարօրինակ չի։ Եկեք հասկանանք ով է մասնակցում այս ընտրություններին։ Ռոբերտ Քոչարյանը դաշնակցականների հետ, ով քաղաքականություն մտնելուց առաջ ըստ հայտնի ձայնագրության համաձայնություն էր խնդրում օտար երկրապետությունից։ Բարգավաճ Հայաստանը, ում երկրորդ համարը լրտեսության և պետական դավաճանության համար այս պահին կասկածվում է և գտնվում է բանտում, իսկ ցուցակում կան մարդիկ, ովքեր ուղիղ աշխատավարձ են ստանում օտար երկրյա կազմակերպություններից և ևս մի եռագլխի մաս Սերժ Սարգսյանը, այո, ուժեղ Հայաստան կուսակցությունը ոչ այլ ինչ է, քան Սերժ Սարգսյանը, որին այս հրապարակը մերժել է։ Հիմա այդ ամեն ինչը համեմել են ՖՍԲ-ի աշխատակցով և փորձում են մեզ նորից խաբել։ Հա, մոռացա, մեկ էլ մի հատ փոքրիկ պոչ կա, թաթիկներով պոչ, բայց լավ, դրա մասին հետո, բայց կա նաև լավը այս քարոզարշավի մեջ։ Սիրելի հայրենակիցներ, այս մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը, ես և մեր ընկերները եղանք բոլոր մարզերում և մենք ձեզ տվեցինք մեր սրտերը։ Ի պատասխան մենք ստացանք ձեր ժպիտները, ձեր վստահությունը։ 2021 թվականին այս հրապարակում ես իմ ելույթը սկսեցի մի արտահայտությունով։ Ասի ժողովուրդ, էս ինչ արեցիք դուք, որովհետև 2021 թվականին իր ընտրությամբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քանդեց մեծ աշխարհաքաղաքական պլաններ և տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետության անկախությանը։ Հիմա, սիրելի ժողովուրդ, մեզ մնում է մի բան, ընդամենը մի բան, մենք պետք է տեր կանգնենք խաղաղությանը և այն ժառանգենք մեր երեխաներին։ Եվ եզրափակելով, ես մի առաջարկ ունեմ, եկեք 5 տարի անց այս հրապարակում այնպես բացականչենք Նիկոլ վարչապետ, որ այդ ձայնը հասնի Կոտայքի առանձնատուն, Քոչարյանի քարանձավ, նույնիսկ մինչև Կալուգա հասնի։ Եվ ուրեմն, Նիկոլ վարչապետ, Նիկոլ վարչապետ, Նիկոլ վարչապետ, Նիկոլ վարչապետ։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։